երեք շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, նաև հայտարարություններ են հնչել, նաև տեսել եմ, որ կան հարցեր եւ անհանգստություններ հասարակության մեջ։ Եվ ուզում եմ նախ կարճ անդրադառնալ դրան, հետո վստահ եմ հետաքրքրություն կունենաք նաև մյուս հարցերին կանդրադառնանք, նաև ուզում եմ լրագրողներին տեղեկացնել, որ մտադիր եմ եթե բաց հարցեր կմնան, նիստից հետո շարունակել խոսակցությունը, կաշխատեմ մի քանի հարցերի պատասխանել, եւ ուզում եմ այսօր հնարավորություն կունենանք իհարկե հնարավորինս ավարտելու նախ եւ ինքս գոնե կաշխատեմ այնպես անել, որ բաց հարցեր չմնան։ Եվ այսպես երեք եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է։ Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ մեր շուրջ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է։ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ շուտապույտ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ։ Նաեւ, ինչպես ասեցի, նկատեցի, որ ինչ որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան, ուզում եմ միանգամից, իհարկե հանգամանալից կխոսենք նաեւ ընթացքում, հարց ու պատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել։ Ուրեմն հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը փարատի։ Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություններ չի կրել։ Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, մենք նաեւ տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ Այսինքն լավ ավելի ուրիշ բառերով ասեմ եւ ավելի պարզ եւ ուղիղ։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Բեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների
տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Նաեւ ուզում եմ անպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին, այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է եւ փարատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաեւ մենք համաձայնագրի տեքստ ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում եւս կարծում եմ, որ դատողություններ անելիս պետք է հիշենք մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, խաղաղության համաձայնագիր միշտ առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում եւ կամ այնքան ինչքան ես եմ տեսությունը ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, ովքեր մինչ այդ վարկյանը ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր եւ հետեւաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Մեր դեպքում եւս պարզ է, որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից եւ այստեղ ուզում եմ կարևորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին։ Ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, ամենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում, իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն եւ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս այս առումով բացառություն չի, բայց կարևոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար եւ հարաբերությունների վերջնական կարգավորելու համար, օրինակ, մի փոքրիկ նշում անեմ այստեղ, ես իհարկե հասկանում եք հարգելի գործընկերներ, որ որոշակիորեն կաշկանդված են բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց նաև վարչապետն էլ ասեց, մեծ հաշվով բովանդակությունը հայտնի է բոլորին, եւ ուզում եմ ասել, որ համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում, ինչ կրկին շահարկվեց եւ որոշակի անհանգստություններ առաջացրեց։ Մինսկի խումբը նաև գիտեմ, որ կհարցնեք հետաքրքիր է, Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության
միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ Մի մտահոգություն եւ անհանգստության էլ հանդիպեցի, ուզում եմ վստահեցնել, համաձայնագրում նախատեսված իսկ թվում է շատ պարզ եւ ակնհայտ բան է, բայց թերևս կարիք կա ասելու համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո չի կարծում, որ նույնիսկ այս թեմայով շահարկումներ կլինեն եւ անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե կլինեն հարցեր կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել, բայց ինչպես նշեցի, մեր այսօր հանդիպելու առիթը կատարողական ներկայացնելն է, մեր արտաքին գործերի նախարարության մասով զեկույցով հանդես գալը եւ կարծում եմ, որքան էլ որ մյուս թեմաները չափազանց ակտուալ են, եւ ես փորձեցի մի մասին ուղղակի մի անգամից անդրադառնալ, թերևս անհարգալից կլիներ ազգային ժողովի նկատմամբ, եթե խուսափեինք բուն զեկույցից, հետեւաբար խնդրում եմ զինվել համբերությամբ։ Իհարկե ես միայն մի մասը կներկայացնեմ մեր գործունեության, մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու եւ ես ինքս գոնե եւ բյուջետային գործընթացի շրջանակներում եւ նաեւ այս տարվա սկզբին ես հանդես եմ եկել մամլո ասուլիսով պատասխանեմ լրագրողների հարցին 24 թվականի մեր գործունեության վերաբերյալ։ Ուզում եմ սկսեմ կառավարության զեկույցի այն եզրակացությամբ,